Բարև ձեզ սիրելի բարեկամներ, եթերում Նոյան Տապանի քննարկում հաղորդաշարն է, որի շրջանակում մենք զրուցելու ենք ազգային օրակարգ կուսակցության խորհրդի նախագահ Հայաստանի Հանրապետության նախկին դեսպան Արա Հակոբյանի հետ, ողջունում եմ պարոն Հակոբյան։ Սա մեր ամեն շաբաթյա արդեն ավանդական դարձած քննարկումներն են, որտեղ մենք վերլուծում ենք Հայաստանում եւ աշխարհում կատարվող կարևորագույն իրադարձությունները եւ եթե սկսենք այսօր Հայաստանից, ապա Հայաստանում ըստ էության պիտի խոսենք Փաշինյան եկեղեցի այդ հակամարտության շարունակման մասին, որովհետեւ ինֆորմացիա կա, որ վաղը այս եկող կիրակի փաստորեն Փաշինյանը եւս մեկ անգամ մասնակցելու է ուրեմն Հովհանավանքում տրվելիք պատարագին անցյալ կիրակի մենք տեսանք ինչպես այնտեղ զարգացան իրադարձությունները ըստ երևույթին Փաշինյանը այդ տակտիկան է շարունակելու եկեղեցու մեջ իր պատկերացրած փոփոխությունները մտցնելու համար Տեսեք բազմաթիվ անգամ առիթ ենք ունեցել անդրադառնալ դրան եւ ասելով որ Փաշինյանի պայքարը ի վերջո հայ առաքելական եկեղեցու դեմ է որպես պահպանված եզակի ազգային հոգևոր կառույց եւ այն ծրագրերը որ Փաշինյանը ունի իր իրական Հայաստան հայեցակարգային մոտեցման ներքո որով հայկականությունը հայ ինքնությունը հայ պետականությունը որպես գործոն պետքա դուրս մղվեն Հայաստանից տարածաշրջանից եւ ընդհանրապես գոյություն չունենան այդտեղ հայ առաքելական եկեղեցին խանգարող հանգամանքա եւ Փաշինյանը իզուր չի այս արշավը սկսել եւ այդ արշավը շատ նպատակա ուղղված է եւ թիրախային հիմա ինչ ձևով է Փաշինյանը դա անում նա ի վերջո պղծում է եկեղեցին տեսեք վերջին հայտարարությունը Մայր Աթոռ Էշմիածնի հենց դրա մասին է եւ կարծում եմ եթե ոչ առաջի անգամ եզակի հայտարարություններից մեկն է որտեղ շատ հստակ դիրքորոշում է արտահայտվում առանց այլևայլությունների ասելով որ կարգալույց հոգևորականի կողմից պատարագի մատուցումը եկեղեցում եւ մասնակցությունը այդ պատարագին հավատացյալ կոչվածների կողմից դա պղծություն է դա մեկ եւ երկրորդը ասում է որ հետագայում այդ պղծության արդյունքում այդ եկեղեցին կոնկրետ Հովհանավանքը պետք է սրբագործվի վերասրբագործվի այսինքն փաստացի ճանաչվում է փաստը որ այն ինչ որ անում է կարգալույց հոգևորականը եւ մասնակիցները իդեմս եւ առաջին հերթին Փաշինյանի պղծում են եկեղեցին եւ դա թիրախը սա հակաքրիստոնեական շարժում է հակաեկեղեցական հակահայ առաքելական եկեղեցի ինչպես եւս ասացի հիմա դրա դեմը առնելու տարբերակը հետեւյալն է որ հավատացյալները հայ առաքելական եկեղեցու հետևորդները եւ հայ առաքելական եկեղեցու այսօրվա գործող կառավարիչները վերնախավը պետքա հետևողական լինեն պետք է չնահանջեն որևէ կերպ եւ այդ հետևողականությունը պետքա բերի նրան որ եկեղեցին հերթական անգամ իր 2000 տարվա պատմության ընթացքում բազմաթիվ դժվարություններ հաղթահարելով այս անգամ եւս կարողանա այս արհավիրքը հաղթահարել Ես այսպեսի մի դիտարկում եմ ուզում անել կապված ձեր ասած նոր Հայաստանի Նիկոլ Փաշինյանի եւ իրական Հայաստանի այո Խնդիրը ես այսպեսի տեսնում եմ հետեւյալի մեջ որ Փաշինյանը ինքը իրեն սահմանափակել է որպես իրական Հայաստանի վարչապետ կամ իրական Հայաստանով իսկ կաթողիկոսը մնացել է դեռ ամենայն հայոց կաթողիկոս այսինքն կաթողիկոսը պատասխանատու է ամբողջ աշխարհի հայության գոնե դրա մի հատվածի մասին համար այսինքն իր
Էջմիածին ենթարկվող թեմերի եւ նրանց հավատացյալների հետ խմբի համար։ Իսկ Փաշինյանը ընդամենը ուրեմն 29700 քառակուսի կիլոմետրի բնակիչների բնակիչների վարչապետն է։ Եվ ես կարծում եմ, որ այս փոփոխությունները գուցե հարց եմ տալիս ձեզ, գուցե արում են հենց նրա համար, որպեսզի ապագա կաթողիկոսը ունենա եւս այս տարածքով սահմանափակված լիազորություն։ Տեսեք, լավ հարց եք տալիս եւ հարցը իմաստավորված է նաեւ նրանով, որ մի շարք դեպքերում, մի շարք տիրույթներում Փաշինյանը այդ ձեր ասածը փորձում է իրականացնել։ Օրինակ, հայոց պատմությունը դարձնում է, փորձում է դարձնել Հայաստանի պատմություն։ Եվ Հայաստանի պատմությունը փորձում է սահմանափակել պետականության սահմաններով, պետականության շրջանակներով, եւ այսօրվա փաստացի Հայաստանի պատմությունը դա կապ չունի այն հայության հետ, որ աշխարհով մեկ սփռված է եւ աշխարհով մեկ գոյություն ունի եւ գործում է որպես հայություն եւ ինչպես եւ դուք ասացիք, դրանց մեծամասնության մեջ հայ առաքելական եկեղեցին, հայ առաքելական եկեղեցու ուսմունքը դա նրանց դավանանքն է։ Փաշինյանը նրանց փորձում է առանձնացնել։ Իզուր չի նաև Փաշինյանի տարբեր հայտարարությունները Սփյուռքի հետ կապված, որը նա փորձում է տարանջատել Սփյուռքը Հայաստանից։ Տարանջատել Սփյուռքը Հայաստանի Հանրապետությունից եւ ընդհանրապես տարանջատել հայրենիքը եւ պետություն հասկացությունները միմյանցից։ Իզուր չի այդ նույն տիրույթում Արագած այսպես կոչված արհեստակցին Արագած Արարատ Մասիս այդ բանը մրցակցությունը որ Փաշինյանը ստեղծել է, այսինքն հրաժարվել մեզ բնութագրող հայությանը բնութագրող եւ աշխարհաճանաչ խորհրդանիշներից։ Այդ ամեն ինչը իրականացվում է։ Ավելին, ինչ եմ ես ասում, որ Փաշինյանը հակաեկեղեցական եւ հակաքրիստոնեական շարժում է իրականացնում է, պարզ, որովհետեւ Փաշինյանը իրեն լիազորել է, ինքը իրեն լիազորել է իրավունք ճանաչելու կարգալույց, օրինակ կաթողիկոսին։ Ինքը ճանաչում է կարգալույց կաթողիկոսին, ասում է, որ այդ կաթողիկոսը անուն ազգանոց, ավազանի անուն ազգանունով դիմելով, որ կարգալույց է, այսինքն Փաշինյանը ինքը առնվազն եկեղեցական ժողովի, որը կաթողիկոս նշանակելու կամ կարգալույց անելու իրավունք ունի, կամ առավելագույնն դա իրավունք ունի նաև Աստված իր գործիքներով, առավելագույնը Աստծո առնվազն այդ եկեղեցական ժողովի իրավունքներն ինքը իրեն վերապահում։ Ինքը տվյալ դեպքում հաճախ անդրադառնում է նրան, որ ես որպես վարչապետ չեմ գործում, ես որպես պարզ հետևորդ եմ գործում հայ առաքելական Սուրբ եկեղեցու։ Պարզապես հետևորդը, որ հետևորդն է պարզապես իրեն իրավունք վերապահել, երբևիցե կարգալույց հայտարարել կաթողիկոսին։ Տեսեք, էլի դուք պատասխանը իմ հարցի պատասխանը տարաք դեպի Փաշինյան եկեղեցու դեմ գործողություն։ Ես իմ հարցի մեջ ավելի շատ պատկերացնում եմ, որ եթե ուրեմն Փաշինյանի նպատակը զուտ քաղաքական է, որ Հայաստան-Սփյուռք կապը կտրվի եւ այդ հայոց կաթողիկոս սիմվոլը ուրիշ կերպ հնչի, ասենք Հայաստանի կաթողիկոս օրինակի համար, այդ ժամանակ դա կկոյելացվի եղած բոլոր մնացած գործողությունների հետ եւ սա պետք չի դիտարկել հատկապես եկեղեցու դեմ պայքար, հասկանում եք ինչ եմ ասում։ Սա ինչ որ մի հատ օղակ է, որը անհրաժեշտ է, եթե մենք առաջ պատկերացնում ենք, որ ասենք Արարատը մերն է, որովհետեւ արդարացիորեն ինքը մերն է եւ մեզնից խլված է եւ մենք կարող ենք երազանք ունենալ հետ բերել օրինակի համար, սա այդ դիսկուրսի մեջ մի փոքր թեմա է ուղղակի, որ չի կարող Հայաստանի մեջ լինի մի հատ կառույց, որը պատասխանատու է տալ ամբողջ Սփյուռքի Ես ձեր հարցին պատասխանեցի եւ հենց այդ ձեր ասած համատեքստում ասելով, որ նա հայոց պատմություն, Հայաստանի պատմություն, Սփյուռքի տարանջատում եւ օրինակները բերեցի եւ բայց այստեղ մի բան ես ուզում եմ շեշտել, ինչ եմ ես նաեւ անպայման փորձում
խոսել հատուկ հայ առաքելական եկեղեցու մասին երկու պատճառով առաջին դուք ասիք փոքր մի հատ օղակ, դա փոքր օղակ չի։ Դա հենքային սյուն է։ Հենքային։ Ես գործողությունների մասին։ Բայց նա հենքային սյուն է, եւ նա հենքային սյան դեմ է պայքարում, այն հենքային սյան, որը հայ ինքնությունը ձևավորում է, ձևավորող սյուներից մեկն է։ Մի սյունը հայրենիքն է, մյուս սյուներից մյուսը դա հայ առաքելական եկեղեցին է։ Այսինքն գաղափարաբանական պայքարը այստեղ, դավանաբանական, հակաքրիստոնեական պայքար, եւ դա քաղաքական չի, քաղաքակրթական է։ Փաշինյանը քաղաքակրթական պայքար է մղում։ Նա հայ քաղաքակրթությունը, հայկական քաղաքակրթությունը փորձում է դուրս մղել ընդհանրապես պատմության ամբողջ մարդկության պատմության շրջանակից։ Հայ քաղաքակրթական արժեքները մերժելով։ Ես մի օրինակ եմ ուզում բերել, եթե կհամաձայնվեք այդ օրինակի հետ, կարելի է շարքում դնել, երբ Հայաստանը խորհրդայնացվեց, շատ կարճ ժամանակ հետո փորձեցին ուղղագրության փոփոխության միջոցով կտրել խորհրդային Հայաստանում ապրող մարդկանց եւ այդ սահմանից դուրս ապրող մարդկանց հետ։ Այսինքն այստեղ չի կարելի ասել, որ ասենք օրինակ բոլշևիկները կամ ռուսները, ինչպես կուզեք, ասենք հատուկ հայոց լեզվի դեմ էին պայքարում։ Չէ, նրանք լուծում էին քաղաքական խնդիր, նրանք ուզում էին, որ այստեղի խոսողները իրենց չնույնականացնեն այնտեղի խոսողների հետ, որովհետև դա հղի էր որոշակի վտանգներով իրենց պատկերացած քաղաքական իրավիճակի համար։ Օրինակս ընդունելի է։ Օրինակը ընդունելի է, բայց էլի որոշակի իմ կողմից շեշտադրման որոշակի փոփոխությամբ ի վերջո հայոց լեզվի դեմ էր պայքարը, բայց հայոց լեզուն ոչ թե որպես պարզապես լեզու, այլ հայոց լեզուն որպես հային բնութագրող, հային ձևավորող գործիք, ոչ թե որպես նպատակ, այլ որպես միջոց։ Որպես միջոց, այսինքն հայոց լեզուն դա այն գործիքն է, ինչպես եւ ես ասացի, որը բնութագրում է հային եւ ձևավորում է հային։ Եվ այստեղ տարանջատումը հայության երկու մեծ հատվածների, մեկը սփյուռքահայության եւ մյուսը սովետական Հայաստանում եւ այսօրվա Հայաստանում ապրող հայության, հենց այդ բանը ուներ, որ անգամ փոխըմբռնումը, լեզվական փոխըմբռնումը դժվարան է։ Այստեղ կարող է արդյոք էլի հարցի ձևով ձևակերպեմ, այս հակամարտության համար դեր խաղաց նաեւ այն, որ եկեղեցին եւ կաթողիկոսը համարձակվեցին այդ Շվեյցարիայում այդ համաժողովը Արցախի հարցին նվիրված։ Այն բանից հետո, երբ որ ինքը Արցախը համարում էր Արցախի հարցը փակված։ Տեսեք, նորից նախորդ ձեր հարցին անդրադառնալով եւ շարունակելով այս նոր հարցին պատասխանել, եկեղեցին եւ լեզուն, հայոց լեզուն, դա ոչ միայն այն սյուներն են, այլ նաեւ իրենք արժեք են։ Իրենք առանձին վերցրած արժեք են, ազգային արժեք են, հայկական արժեք են, եւ Փաշինյանի ընդհանուր պայքարը դա այդ արժեքային իր մեջ բովանդակություն ունի, հակահայ արժեքային բովանդակություն ունի եւ ինչպես ասի, իր էությամբ հակահայ քաղաքակրթական պայքարը։ Հիմա ինչ վերաբերվում է Շվեյցարիայի ժողովին, բնական է Փաշինյանը գրգռված էր, նյարդայնացած էր այդ ժողովի կազմակերպման, որի նախաձեռնողել է հայ առաքելական եկեղեցին եւ դա կարծում եմ որոշակիորեն սրեց այն գործողությունները, որը ինքը նախաձեռնել էր եւ նախատեսում էր եւ ինչ այդպես իրականացրել էր, որովհետև չմոռանանք դեռևս 2018 թվականին, երբ որ նա նոր վերցրեց իշխանությունը Հայաստանում կամ ավելի շուտ իրեն տրվեց այդ իշխանությունը, նա առաջի բաներից մեկը որ արեց, սկսեց պայքարը եկեղեցու դեմ, անվանելով նոր Հայաստան, նոր հայրապետ, այդ կարգախոսով, բայց այն ժամանակ դեռևս ինքը պատրաստ չէր եւ կասեցրեց կամ հետաձգեց այդ պայքարը, բայց շարունակաբար ինքը դա իրականացնում էր։ Չի կարելի, կարծում եմ, հույս ունենալ, որ որևէ կերպ, որևէ պահի սա կանգնելու է, որովհետև, ինչպես եւ ասեցի, դա ծրագրային է,
թիրախավորված է նպատակային է։ Ժամանակին սովետական միության ժամանակ, ինչպես դուք ասացիք, եղել է մարտնչող անաստվածների կազմակերպություն, որը պայքարել է հենց եկեղեցու դեմ, հավատքի դեմ, հավատամքի դեմ, դավանանքի դեմ եւ ի վերջո հայ ինքնության դեմ։ Դա ոչ միայն Հայաստանում եղել, բայց Հայաստանում նույնպես դա եղել է շատ կազմակերպված շարժում։ Հիմա մարտնչող անաստվածների պայքարագնում հայ առաքելական եկեղեցու դեմ եւ Փաշինյանը փորձում է իդեմս իրեն տալով են լիազորությունը, ինչպես եւ ասացի, կարգալույծ անելու կաթողիկոսին եւ ընդհանրապես իդեմս իրեն նոր աղանդ ձևավորել հակաքրիստոնեական եւ հակահայ առաքելական եկեղեցից։ Մի բան եմ ուզում ասել։ Անպայման ուզում եմ ասել, որովհետեւ դա օգնում է Փաշինյանին իր շարժումը արդյունավետ դարձնելու։ Հայ առաքելական եկեղեցու մեջ կան խնդիրներ։ Հայ բարձրաստիճան հոգևորականության մեջ, եկեղեցականների մեջ կան գործիչներ, որոնք ունեն խոցելիություն։ Եվ հայ առաքելական եկեղեցին եւ նրա այսօրվա վերնախավը, այսօրվա կառավարիչները, եթե նրա իրական պաշտպանն են հայ առաքելական եկեղեցի, իրենք Փաշինյանից անկախ, Փաշինյանից դուրս, բոլոր տիպի Փաշինյաններից դուրս, պետք է փորձեն հոգևոր եկեղեցական խնդիրները իրենք հենց լուծել եւ փորձել զերծ մնալ հնարավոր արատներից խոցելիությունից ձևակերպեմ եւ դա իրենց խնդիրն է եւ այդ խնդրի լուծումը նույնպես կթուլացնի Փաշինյանի պայքարը։ Շատ լավ, ես առաջարկում եմ գովազդի դուրս գալ, բայց քանի որ հեռախոսազանգ ունենք, եկեք հեռախոսազանգին պատասխանենք, հետո կդուրս գանք գովազդային դադարի։ Բարև ձեզ, դուք եթերում եք, լսում ենք ձեզ։ Բարի երեկո ձեզ, իսկ ես երկու հարց ունեմ տվյալ անձնավորությանը ուղղելու։ Համեցեք։ Արդյոք դուք համաձայն եք, որ եկեղեցին խառնվի քաղաքական հարցերին, որը մենք ականատես ենք եղել։ Երկրորդը, դուք ինչպես եք համարձակվում ասել, որ այդքանից հետո, որ ասենք թե ուզում նոր ինչպես ասեցիք, որ ես լսում էի, աթեիստական, հակաստվածային, հակաքրիստոնական տարեր կա մեջը։ Դուք էդի ուզում եմ բացատրեք ինչպես, որտեղ մենք ականատես ենք լինում ամեն րոպե։ Շնորհակալություն հարցերի համար։ Այո, շնորհակալություն։ Լավ հարցեր եք տալի, շնորհակալություն, թողենք պատասխանի։ Համեցեք։ Առաջինը եկեղեցու հոգևոր ազգային գործունեությունը իր մեջ չի կարող չունենալ վերաբերմունք Հայաստանի եւ հայության հետ կապված գործընթացներին։ Այսինքն Հայաստանի իշխանությունները չեն կարող չունենալ վերաբերմունք եկեղեցուն։ Բնականաբար հայ իշխանությունները չասենք, բայց հայ հետևորդները չեն կարող հայ եկեղեցու հետևորդները չեն կարող վերաբերմունք չունենալ այն ամեն ինչի հետ կապված, ինչ որ կատարվում է եկեղեցուն եւ ընդհանրապես հայ դավանանքի շրջանակում։ Նույնպես որ բոլոր անհանգստությունները, բոլոր մոտեցումները, որ հայ առաքելական եկեղեցին Մայրաթոր Սուրբ Էջմիածին արտահայտել է, դա անհանգստություններ են վերաբերվող այն գործընթացներին, որը իրականացվում է Հայաստանում։ Այլ բան է, որ օրինակ բարձրաստիճան հոգևորականը arciepiskopos Սրբազանը, Բագրատ Սրբազանը ինքը դադարեցրեց իր հոգևոր գործունեությունը եւ սկսեց զբաղվել քաղաքականությամբ, այսինքն մտավ քաղաքական, ոչ միայն մտավ, այլ նախաձեռնեց քաղաքական շարժում, որի մեջ ինքը ազգային բովանդակությունը ավելի բարձր էր տեսնում։ Եվ այդտեղ արդեն ինքը չէր գործում փաստացի որպես եկեղեցական, որովհետեւ նա եկեղեցական իր գործունեությունը կասեցրել էր։ Սա լուրջ խնդիր է, այս հարցը, եւ այս խնդրին տարբեր մոտեցումներ կան։ Իմ անձնական եւ մեր քաղաքական ուժի մոտեցումը հետեւյալն է։ Ես մի անգամ չի որ դրա մասին խոսել եմ,
որ տարբեր արդյունավետ երկրներում արդյունավետ կառավարման, արդյունավետ պետություններում եւ օրինակներ եմ բերել, օրինակ բերել եմ Թուրքիա օրինակը, բերել եմ Իսրայելի օրինակը, որտեղ բերել եմ Հնդկաստանի օրինակը, որտեղ պետական կառավարման մեջ համադրվում են աշխարհիկ եւ հոգեվոր իշխանությունները եւ աշխարհիկ եւ հոգեվոր գաղափարաբանությունը չափավոր եւ այդ համադրումը բերում է նրան, որ պետությունը անպայման ավելի արդյունավետ է լինում։ Սա մոտեցումը, որ մենք ունենք, կարծում ենք Հայաստանը նույնպես պետք է ազգայնականի եւ հոգեվորի համադրմամբ կառավարի պետությունը, Հայաստանը պետությունը կառավարվի, բայց դա առանձին քննարկման խնդիր է։ Հիմա մյուս հարցին, ինչպես եմ համարձակվում եմ հարգելիս։ Ես շատ բանի եմ համարձակվում, որովհետև ես փորձում եմ լինել ճշմարիտի շրջանակում եւ համարձակվում եմ ասել, որ այն ինչ-որ կատարվում է, գնահատական եք տալիս։ Բնականաբար, դա իմ գնահատականն է, չէ, ինչպես եք համարձակվում եմ իմ կարծիքը հայտնել, համարձակվում եմ գնահատական տալ եւ համարձակվում եմ ընդհանրապես պայքարել այն ամեն ինչի համար, որը կներեք ավարտեմ միտքս, որը իր էությամբ ունի հակահայ բովանդակություն։ Շատ լավ։ Ի լրում են հեռուստադիտողի հարցի, դուք որ պատասխանում եք, որ Բագրատ Սրբազանը կասեցնում է իր բանը եւ գնում է քաղաքական գործնեությամբ է ասում։ Քանի որ մենք մանիպուլյացիաների երկրում ենք ապրում, նույն կերպ կարելի է ասենք օրինակ համարել, որ Նիկոլ Փաշինյանը կասեցրեց իր վարչապետությունը, գնաց մասնակցեց պատարագին եւ դուրս եկավ։ Ախր դա այդպես չի աշխատում։ Տեսեք, Նիկոլ Փաշինյանը մասնակցում է պատարագին, որը իրականացվում է կարգալույծ եկեղեցականի կողմից։ Սա խնդիրը նա չի, որ Նիկոլ Փաշինյանը պատարագի պիտի մասնակցի, թե չէ։ Շատ հրաշալի կլինի, որ Հայաստանը կառավարող բոլոր քաղաքական այրերը շարունակ կամ պարբերաբար մասնակցեն պատարագներին, որովհետև հենց այդ հոգևորական հենց հարցը հենց դա է, որովհետև այդ հոգևորականը դուրս եկի Մայր Աթոր Սուրբ Էշմիածնի դեմ, այդ հոգևորականը կարգալույծ է, իսկ Նիկոլ Փաշինյանը իրեն վերապահել է իրավունք կարգալույծ հայտնել հայտարարել կաթողիկոսին եւ ոչ կարգալույծ հայտարարել կարգալույծ դարձած եկեղեցական։ Շատ լավ, ընդունեցի ձեր պատասխանը, բայց ինչպես պիտի այն խնդիրները, որոնց մասին դուք խոսում եք Մայր Աթոռում եւ ընդհանրապես եկեղեցականների էլիտայում լուծվեն, եթե ոչ առանձին հոգևորականների ընդվզումներով եւ դրա ամենապարզ պատասխանը պիտի լինի կարգալույծություն։ Տեսեք, ես դեմ չեմ նրան, որ հոգևորականների մոտ առանձին վերցրած հոգևորականների մոտ այն խնդիրների եւ արատների եւ այն ախտերի մասին խոսվեն, որը կա այսօր հայ առաքելական եկեղեցում։ Դա ակնհայտ է, բայց այդ քննարկումները ներ եկեղեցական են եւ ներ կանոնակարգված են։ Դուք անընդհատ եւ ոչ միայն դուք զուգահեռ է փորձում տարվել պետության եւ իշխանության եւ եկեղեցականների եկեղեցու միջև նույն պետության մեջ, իսկ ով ասեց, որ բոլոր պետական անգամ բարձրաստիճան կառավարիչները պետք է համաձայն լինեն բոլոր այն որոշումների հետ, որը իրականացվում է կառավարություն, կարող են անհամաձայնություն ունենալ, բայց այդ անհամաձայնությունը լուծվում է կառավարության ներսում եղած քննարկումների արդյունքում, այսինքն ընդհանուր առմամբ դու պետքա եթե դու կառավարության անդամ ես, դու պետքա լոյալ լինես կառավարության նկատմամբ, դժգոհություններ, անհամաձայնություններ ունենալով հանդերձ, բարձրացնելով այդ խնդիրները, որոշումները ի կատարած ես։ Եթե ոչ, դու պետքա կառավարությունից դուրս գաս։ Նույնը վերաբերվում է հոգևորականներին։ Հոգևորականությունը, այսինքն եկեղեցին նույնպես ինստիտուցիոնալ կառույց է, իերարխիկ բովանդակությամբ։ Եվ եթե դու դժգոհ ես ինչ-որ բան ես, քեզ չի արգելվում այդ դժգոհությունը արտահայտել, բայց եթե դու ուզում ես այդ դժգոհությունը արտահայտել հանրային, ապա բարի եղի։ Համապատասխան բարոյականության նորմերը եւ հավատքի դավանանքի նորմերը եւ կանոնների նորմերը պաշտպան։ Դուրս արի եւ խոսի այն ամեն ինչի մասին, ինչ որ արդեն բաց հանրային։ Իսկ դու կարգալույծ եղած վիճակում
մատ ես թափ տալիս, ձեռքերը ես թափ տալիս։ Ոնց եք պատկերացնում դուք այդ դուրս գալը։ Հենց դա հենց։ Ոնց են կառավարությունից հրաժարական տալիս դուրս գալիս, նույն ձևի դիմում կարելի է գրել հանգիստ եւ դուրս գալ հոգեվորականի քո դիրքից, որովհետեւ եթե դու հոգեվորական ես հայ առաքելական եկեղեցու, այնտեղ կա երարխիկ նորից եմ կրկնում ենթակայություն։ Հասկանալի է ձեր պատասխանը, բայց այնուամենայնիվ ըստ կանոնագրքի գրեթե տարբերակ չկա կաթողիկոս փոխելու։ Կա, դա միայն մի կետ կա, կարծեմ, դավանանքի դա ժողովի եկեղեցական դուք պատկերացրեք մարդիկ հավաքվեն ժողովի, որպեսզի խնդիր լուծեն, եւ այդ ժողովից անմիջապես առաջ բոլորին տան մեկական թուղթ, որ իրենք կարգալույց են։ Տես չի լինի։ ասած, չէ, դուք ուզում եք абսուրդի բերեք, տես չի, զավեշ չի։ Ես խտացնում եմ գույները։ Բայց տես չի, ուզելով տես ասելով չի, ով որ տես բան փորձի անել, այս կաթողիկոսը լինի թե որևէ մեկ ուրիշը, ինքը իրեն կդնի կանոնից դուրս։ Բացի քննադատելուց, ես ուզում եմ հասկանամ, բացի այն որ այս կարգալույց հոգեվորականը քննադատում էր վեհապարին, որևէ ուրիշ հոգևոր եկեղեցական կյանքում ինքը ուներ ինչ որ թերացումներ, որի պատճառով իրան կարգալույց արեցին։ Չէ, ինքը քննադատման համար չի կարգալույց արվել։ Ինքը եկեղեցական կանոնները խախտելու համար, այսինքն ես նորից կրկնեմ, եթե դա եկեղեցուն է վերաբերվում, դա հասկանալի չի։ Իսկ հիմա մի հատ պատկերացրեք, որևէ նախարար, դա անպայման հասկանալի է բոլորի համար։ Դուրս է գալիս եւ հանրային ասում է, որ վարչապետը էսա։ Մյուս օրը ինքը հրաժարը իրան թուղթի ստորագրվելու, իրան պաշտոնանկ անելու, պաշտպանելու են, այսինքն ասել են, հա, բա դեմա խոսում իրեն նշանակացի, չունենալով այդ իրավասություններն հանրային է դեմ խոսում։ Պարզա պետք է գործից դուրս գա, բարոյական է գործից դուրս գա նոր խոսի։ Այդ հասկանալի է բոլորի համար։ Իսկ երբ որ դա վերաբերվում է եկեղեցուն եւ եկեղեցական, չգիտեմ ինչի հասկանալի չի։ Ինձ նորից եմ կրկնում։ Եկեղեցին ունի խնդիրներ, հայ առաքելական եկեղեցին ունի խնդիրներ, կա խոցելիություն, բարձրաստիճան հոգեվորականների, եկեղեցականների մեջ, եւ Փաշինյանը շատ լավ, բավականաչափ արեստավար, այդ ամեն ինչից օգտվում է եկեղեցու դեմ պայքարում։ Շատ լավ, եկեք հեռախոսազանգերը շատացան, երևի թեման հետաքրքիր է, եկեք եւս մեկ հեռախոսազանգ ընդունենք։ Բարև ձեզ, դուք եթերում եք։ Բարև ձեզ։ Ես լավ հարցում ունեմ։ Այս աշխարհում 7 բիլիոն նոր քրիստոնյա չեն, դրանք ինչ են, անհավատներ են, ինչ են, մեկնի բացատրեք։ Դե մենակ քրիստոնյաներ։ Բացատրեք ինչու եք այդ հարցը տալիս։ Ամե։ Բացատրեք ինչու եք այդ հարցը տալիս։ Տալիս եմ որ յանի այս խոսում ես այս խոսածությունը, քրիստոնեություն, սրբությունը, սրանք սուտ բաներ են։ Սուտ բաների մասին եք խոսում, եք խելացի մարդիկ եք դնստած, բայց այս ինչ, այդ 7 բիլիոնը բա ինչ են դրանք, անհավատներ են, ինչ են դի բացացեք։ Նրանք էլ իրենց հավատք ունեն, չէ՞, դուք խոսում եք մուսուլմանների բուդդայական կրոնի հետևորդների մասին, թե ում մասին է, աթեիստների մասին եք խոսում։ Լավ, հասկանալի չի, եկեք, եթե պատասխանում եք։ Չէ, պատասխանեմ, հակաքրիստոնեական մոտեցում, այսինքն քրիստոնեությունը դա ոնց որ ասեց հարց տվողը, արժեք չի իր համար, այսինքն դուք լավ հակադարձ հարց տվեցիք, հավատ ունեցող որևէ հավատքի հետևորդների մասին է խոսքը, թե անհավատների մասին է խոսքը։ Կան անհավատները, որոնք Աստծուն ընդհանրապես չեն հավատում, եւ կան համաշխարհային կրոններ, դուք թվարկեցիք հինդուիզմը դրա մեջ կա, դրա մեջ հուդայականությունը կա, բնականաբար քրիստոնեությունը, եւ կան հավատացյալների հոծ շարքեր, որոնք մարդկության ճնշող մեծամասնությունն են, եթե չեմ սխալվում, ի տարբերություն հարց տվողի, ասեմ, եթե չեմ սխալվում, առ այսօր քրիստոնեության հետևորդները ամենամեծ բնակչություն, ամենամեծ քանակ ունեն մարդկության մեջ։
Դժվար է պատկերացնել, որովհետև մենք այնտեղ Չինաստան, Հնդկաստան ունենք։ Դրանով հանդերձ, որովհետև Չինաստանը, Հնդկաստանը ճնշող մեծամասնությամբ հինդուիզմ է, Չինաստանում դաոսիզմը, բուդդայականությունն է, բայց հինդուիզմ չի, այսինքն դա իրար հետ չի համադրվում։ Հա, Այդ իմաստով ամենաշատ հետևորդները ունի քրիստոնեական Շատ լավ, սերը հետևորդներ, խնդրում եմ մնացեք մեզ հետ, հիմա գովազդը եթերում, գովազդից հետո մենք կվերադառնանք տաղավար։ Մենք շարունակում ենք մեր հաղորդումը եւ այլ թեմային անցնելուց առաջ մենք հեռախոսազանգեր ընդունենք, որովհետեւ մարդիկ այս մեր քննարկման թեմայի շուրջ ըստ էության հարցեր ունեն։ Բարև ձեզ, դուք եթերում եք։ Բարև ձեզ, ուրեմն հարցս այսպեսին է դեհյուրին։ Մեր ասենք մեր ամենահայացքացեղիկոս մեր սրբազանները, վարչապետներ եւ այն օրտեգան օկեվոր աշխատողները Հայաստանի քաղաքացիներ են։ Հիմա եւ ուրեմն եւ օրինակ Ֆրանսիայի Ինչ եք ուզում ասել, դուք ձեր ուզածը ասեք։ Հիմա ասեմ, մի րոպե ժամանակ դուր ասեմ, կար շատ կար։ Ուրեմն Սարկոզին ինքը վարչապետն է Ֆրանսիայի Մարկոնից առաջ 5 տարի բանդարկեցին, որտեղ ինչ-որ դրամական շոշումներ սխալ գործեր էր արել։ Հիմա եթե ասենք նույնը իրանք հոգևոր ղեկավարները դրամական ասենք խարդախություններ անեն եւ դա ապացուցվի, ինչպես լսել ենք, որ մեր Գերգոսը իր անունով Շվեյցարիայի բանկում ունի 1 բիլիոն 200 միլիոն փող։ Ուրեմն ով պետքա դրան պատասխանել, մեր իշխանությունները կամ է դրա դատիտան կամ հարցնեն ինչպես է, ոնց է։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Այո, շնորհակալություն։ Բնական է, որ քրեական հանցագործությունների պարագայում որևէ մի երկրի քաղաքացին այդ երկրի համապատասխան պատկան մարմինների կողմից կարող է կանչվի պատասխանատվությամբ։ Դա լինի հոգևորական, դա լինի պետական պաշտոնյա, դա լինի սովորական մարդ, սովորական այդ երկրի քաղաքացի անձնավորություն։ Տեղ ընդհանրապես խնդիր չկա եւ շրջանառվող լուրերի շրջանակում պետք չի դրան անդրադառնալ, այլ օրենքի եւ իրավական կանոնների եւ իրավական գործընթացների։ Տեղ ես որևէ խնդիր չեմ տեսնում եւ տեղ որևէ հարց չկա իմ համար համենայն դեպս, բայց հարց կա հետեւյալ համատեքստում, որ նույն հոգեվորականը, բարձր աստիճան հոգեվորականը, սրբազան իր բանի Գյումրի թեմի առաջնորդ Միքայել Աջապահյանը ոչ մի բանի համար, խոսքի համար հետապնդվեց եւ խոսքի համար, որպես վտանգ գործող իշխանության համար, որը քաղաքական դաշտում չէր, քրեական դաշտում չէր, հոգեվոր ազգային դաշտում էր գործում Սրբազանը եւ խոսքի համար, այսինքն ոչինչի համար դատապարտվեց 2 տարվա բանտարկության պատժվեց եւ ավելին ես դրան անդրադարձել եմ նորից դատախազությունը պնդում է որ 2 տարին քիչ է մենք ուզել ենք 2.5 տարի ոչինչի համար նա պետք է 2.5 տարի բանտում նստի այդ դրան ես դեմ եմ նորից ես դեմ եմ տվյալ դեպքում խոսքը գնում է Միքայել Աջապահյանի մասին որպես հոգեվորական սրբազան բարձրաստիճան հոգեվոր դա առանձին կարգավիճակ է բայց ես ընդհանրապես դեմ եմ ցանկացած նմանատիպ անարդար ճշմարտության դեմ հետապնդումների բազմաթիվ քաղաքացիներ ամեն օր են հանդիպում այդ անարդարությունը եւ դա հենց բնութագրում է այն իրավիճակը որ մենք այսօր ունենք Հայաստանի Հանրապետություն կոչվող միավորում շատ լավ այդ դեպքում դուք ինչպես կբացատրեք որ հետապնդումները կամ բացահայտումները ինչպես կուզեք անվանեք ասենք կաթողիկոսի դեմ եկեղեցականների դեմ սկսեցին ոչ թե քրեական դաշտում Շատ տրամաբանական կլներ, չէ, եթե փաստ ունեին քրեական, ասեին այսքան յուրացում ես արել հավատացյալների փողերից, դրել ես գրպանը, տեսես արել են ես արել,
արի քրեական պատասխանատվության երկնք գործառույթենք եւ բայց ոչ սկսեցին ինչ որ բարոյական հարցերից Լավ հարց եք տալիս, ես ինչի քրեականում չեն հետապնդումները, ես այդ հարցի պատասխանը ըստ տրամաբանության կասեմ հետևյալը, որ իմ կարծիքով բավարար փաստեր չունեն, որպեսզի քրեական հետապնդումներ սկսեն, բայց ձեր հարցը նաև մեդալի մյուս երեսը ունի, հարցը հետևյալն է, որ եկեղեցին պետք է հեղինակազրկել, այսինքն եկեղեցին հեղինակազրկելու համար եկեղեցականներին բարձրաստիճան ներառել կաթողիկոսին պետք է հեղինակազրկել։ Իսկ հեղինակազրկումը քրեականով, բավարար չի, որտեղ մեկին քրեականով կարող է հետապնդես, օրինակ Միքայել Աջապյանին հետապնդեցին քրեականով։ Ինչ ստացվեց։ Հեղինակազրկվեց Միքայել Աջապյանը։ Եթե ուղիղ գողության, ուղիղ վատման կամ նմանատիպ քրեական արարքների մասին ուղղակի փաստարկներ չկա, շատ ավելի հեշտ է եւ շատ ավելի արդյունավետ է հեղինակազրկել։ Իսկն ասել, որ ինքը եկեղեցական բարձրաստիճան եկեղեցական լինելով հանդերձ, եկեղեցու կանոններն է խախտել։ Եվ ինքը ոնց որ Նիկոլ Փաշինյանն իմ ուժով, իմ հավատքի ուժով կարգալույծ եմ ես իրան հայտարարում։ Նա փորձ անում հեղինակազրկել։ Որտեղ պետք է հեղինակազրկել բարձրաստիճան հոգևորականներին, եկեղեցականներին, որովհետեւ հնարավոր լինի հեղինակազրկել եկեղեցին եւ արժեզրկել հայ առաքելական դավանանքը։ Շարունակենք զանգեր ընդունել, որովհետև ես տեսնում եմ, որ այս թեմայի շուրջը համայնդեպս քննարկումը գնալով թեժանում է, մենք այսօր ունենք ձեզ հետ քննարկելու նաև էլի հետաքրքիր հարցեր կապված միջազգային իրավիճակի հետ, որից շատ բան բերում է Հայաստանից, բայց ես առաջարկում եմ ևս մեկ հատ հեռախոսազանգ ընդունել այս թեմայի շուրջ եւ սահմանափակել փորձենք ինչպես կորոշեք միջազգային հարցերի շուրջ, որովհետև Թրամփի ճանապարհորդությունը ասիական երկրներով բավականին հետաքրքիր հետևություններ կար։ Հիմա զանգն եմ ընդունում, բարև ձեզ, դուք եթերում եք, այո։ Բարև ձեզ, ես մի երկու հարց ունեմ, ասենք դուք համաձայնեք, որ կաթողիկոսը կոչվի ամենայն հայոց կաթողիկոս, չէ՞ որ մենք ունենք երկու կաթողիկոս հայրաններ եւ հայության շատ մասը նաև կաթոլիկ են, առաքելական, ավետարանչական եւ տարբեր աղամների ներկայացուցիչները, բոլոր հայերը չէ որ առաքելական եկեղեցում են։ Եվ երկրորդը, եթե կաթողիկոսը իրոք աղջիկ ունի կամ ամուսնացած է կամ չգիտեմ ամուսնացած չի, նա ինքը բարոյական իրավունք ունի մնալու, թե ինքը պետք է հրաժարական տալ կամ տիեզերական ժողով հրավիրեն, չգիտեմ ինչպես ինչ տևով։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Տեսեք, իհարկե կաթողիկոսը ամենայն հայոց կաթողիկոս է, դա չի նշանակում, որ քրիստոնեական այլ ուղղությունների կաթողիկ է կլինի եկեղեցին հայ կաթողիկը։ Եվ ոչ միայն քրիստոնեական։ Չէ, ես դրան կանրադառնում եմ, հեսա, քրիստոնեական այլ բողոքականություն կլինի, թե ոչ միայն քրիստոնեություն կլինի, դրան չի վերաբերում հայոց կաթողիկոսը ինքը դավանաբանորեն, փաստորեն հովվապետնա հայության մեծամասնության, ճնշող մեծամասնության եւ դա դրա համար ամենայն հայոց կաթողիկոսը կոչվում եւ իմ կամ որևէ մեկի հարցը չի, խնդիրը չի բան անել, այդ կոչումը այսպես ասենք քննարկել դա այդպես է, դա դարերով է այդպես եկել, հազարամյակներով է այդպես եկել եւ դա պարզապես որպես արժեք առնվազն պետք է հարգել անգամ եթե դու հայ առաքելական եկեղեցու հետևորդը չես անգամ եթե դու այդպեսին չես դա մեկ երկրորդ խնդիրը կապված կաթողիկոսի անձի շուրջ շրջանառվող լուրերի ընտանիք, աղջիկ, դուստր եւ այլն տեսեք ես դրան անդրադարձա արդեն եկեղեցին ունի իր ներքին կանոնակարգերը եւ այդ կանոնակարգերով եկեղեցու ներսում եղած եւ եկեղեցու
սպասավորների ներառյալ կաթողիկոսի հետ կապված խնդիրները պետք է լուծեն։ Եվ եկեղեցին պետք է այդ խնդիրները լուծի, եթե այդպիսի խնդիրներ կան։ Եվ դա կբերի նրան, որ եկեղեցին այս բանից հերթական իր վրա հարձակումից կհառնի ավելի ուժեղ։ Եթե խնդիրները կան, եկեղեցին իր մեջ այդ խնդիրները պետք է լուծի։ Բայց եւ ոչ մեկի եկեղեցու սպասավորներից եւ համապատասխան եկեղեցական ժողովից դուրս ոչ մեկի իրավունքը կամ լիազորությունը չի քար շպրտել դեպի եկեղեցին եւ եկեղեցու հոգեվոր սպասավորները։ Այսինքն թող առաջինը քարն էտի, ինչպես եւ ասել է Քրիստոս, նա որ անմեղ է։ Անմեղների մասին ենք մենք հիմա խոսում։ Նիկոլ Փաշինյան, գործող իշխանություն, հարց տվող, հարցին պատասխանող, անմեղների մասին ենք խոսում։ Մենք այն անմեղության աստիճանը ունենք, որ մեզ իրավունք կարող ենք վերապել առաջինը քարն նետելու։ Դա երկդիմությունը, ամենամեղմ բառերով ասած, երկդիմությունը, փարիսեցիությունը, արդեն աստվածաշնչային բառերով ասած, եւ դրան չի կարելի որևէ կերպ դրա կողքով անտարբեր անցնել, առավելևս աջակցել։ Ես դուք ասացիք, որ մենք անցնելու ենք հիմա այս հարցից հետո անցնելու ենք Թրամփի, այսինքն միջազգային լուրերի Թրամփի այցելությանը մասնավորապես արևելք, ասենք ասենք ընդհանրական։ Բայց ես քանի որ անցնելու ենք այդ թեմային, այս թեմայի հետ քրիստոնեության թեմայի հետ կապված մի բան էլ ասեմ։ Թրամփը հայտարարություն է արել երեկ, անդրադառնալով Նիգերիայում կատարվող հակաքրիստոնեական գործողությունների հետ, սպանությունների քրիստոնյաների եւ ասել է, որ ինքը քրիստոնեությունը հատուկ շեշտադրումով քրիստոնեությունը պաշտպանելու է աշխարհով մեկ մասնավորապես Նիգերիայում եւ դա անհետևանք չի անցնելու նիգերիական պետության եւ դա այդ ամեն ինչը կազմակերպողների համար։ Հիմա հարց տվողների մի մասը ենթադրում են, որ ԱՄՆ-ում են ապրում։ Մեծ հարց բարձրացնեն էլի Թրամփին, ասեն դու այդ ինչու ես այդ քրիստոնյաներին առանձնացնում, քիչ մուսուլմաններ են կոտորվում կամ չգիտեմ այլոք։ Մեծ հարց բարձրացնեն։ Ինչի՞ չեն բարձրացնում։ Վախեր ունեն, թե համաձայն են Թրամփի հետ, որ Նիգերիայում քրիստոնյաներին պետք է պաշտպանել, իսկ Հայաստանում ոչ։ Հայաստանում քրիստոնեությունն է հարվածի տակ։ Հայաստանում հայ առաքելական եկեղեցին որպես քրիստոնեական կառույց է հարվածի տակ։ Եվ պաշտպանեք հայկական քրիստոնեական դավանանքը, ազգային դավանանքը եւ հայ առաքելական եկեղեցին։ Բոլոր խնդիրները պետք է ուղղորդված լինեն առանց յետին մտքերի։ Ուղղորդված լինեն այդ խնդրի լուծմանը։ Ես փորձեմ մի հարց հակադարձել ձեզ նույն Թրամփի քրիստոնեության պաշտպանության համար։ Բայց չէ՞ որ 20 թվականի պատերազմի ժամանակ, երբ կոտորում էին հենց քրիստոնյաներին, որպեսզի ոչնչացնեն Արցախը, Թրամփը իշխանության գլխին էր եւ մատին չխփեց այդ պատերազմը կանխելու համար։ Նա կարող է ընդհանրապես միայն մեկ հեռախոսազանգեր որ վերցներ ու զանգարել Ալիևին, որը եւ ասել անմիջապես դադարեցրեք, թե չէ հետևանք չի անցնի։ Տեսեք, Թրամփի կերպարը ես չեմ սրբադասում, բացարձակ, նենց որ այդ ձեր հարցի այդ իմ ասածի մեջ ձեր հարցի կամ մեջ այդ համատեքստը պետքա չլինի, ես ուրիշ բան եմ ասում, որ Թրամփը հատուկ քրիստոնեության նկատմամբ քաղաքականություն է վարում ԱՄՆ-ում եւ ԱՄՆ-ից դուրս։ Իսկ հիմա անդրադառնալով Արցախի խնդրին, ուրեմն Արցախի հայազրկումը եւ որ եղավ 20 թվի պատերազմում, հետո 23 թվի վերջնականացմամբ այդ պատերազմի ցեղասպանությամբ չեք ասում։ Չասում եմ, եթե ասողներից մեկը կա, այդ ես եմ ասում։ Էթնիկ զտումներ եւ ցեղասպան գործումներ, բայց դա հայազրկումն է հենց, որովհետեւ հայազրկում առանց էթնիկ զտումների եւ ցեղասպան գործողությունների ընդհանրապես բնիկներին իրենց տարածքներից բան անելը, զրկելը, որ ինչ որ եղել է 15 թվականի ցեղասպանության ժամանակ եւ ինչ որ եղավ այսօր վերջի տարիներին Արցախում։ Դա կատարվել է աշխարհի եւ տարածաշրջանում ազդեցություն ունեցող
գերտերությունների կամ մեծ տերությունների ընդհանուր համաձայնությամբ, այդ թվում ԱՄՆ, այդ թվում Եվրամիություն կամ առանձին երկրներ Եվրամիության, բնականաբար Ռուսաստան, բնականաբար Իրան, բնականաբար Թուրքիան եւ Ադրբեջանն եւ Ռուսաստանը ուղիղ մասնակցություն են դրան ունեցել, բայց ամենակարևորը դրա հետ համաձայն եղել նրանց կրծեր գործընկեր Հայաստանի կառավարությունը, Հայաստանում գործող իշխանությունները, ամենակարևորը։ Եվ Հայաստանում գործող իշխանությունները մասնակից լինելով Արցախի հայության նկատմամբ ցեղասպան գործողություններին չի բարձր, առիթներ բազմաթիվ եղել են, չէ՞։ Չմոռանանք, անվտանգության խորհրդի նիստեր եղան ՄԱԿ-ի։ Խուսափեցին այդ հարցը այդ սրությամբ բարձրացնելու եւ ուղղորդելու։ Ինչի խուսափեցին։ Ինչի այդ ինչ որ մենք հիմա ասում ենք ցեղասպանություն, ցեղասպան գործողություններ, պատիժ կատարողի նկատմամբ ինչ է ամեն ինչի հետևից չգնաց Հայաստանը։ Նա պետք է լիներ առաջին անմիջական շահառուն այդ ամեն ինչի։ Նույնիսկ որ Թրամպը, ինքը անում այնքան ինչքան ինքն է համարում ԱՄՆ-ի շահերից է բխում, բայց քո շահերը ոչ ոք քո փոխարեն չի ոչ ճանաչելու, ոչ էլ կյանքի կոչելու, ոչ էլ պաշտպանելու։ Ոչ ոք, եթե դու ինքդ դա չես անում։ Նույնիսկ որ առաջնային պատասխանատուն եւ մեղավորը դա մենք ենք։ Մենք ես ասելով այն ինչ որ կատարել է Հայաստանի Հանրապետության իշխանությունները, մեղքը չեմ հանում ընդհանուր հայության վրա։ Ներողություն, ես էլի ճշտող հարց տամ։ Ես չեմ կարծում, որ որևէ պետություն է ուրեմն բարձրացրել այդ հարցը Տրամպի առաջ, ես խոսում եմ ձեր ասած Աֆրիկայում այդ քրիստոնյաների հալածանքի վերաբերյալ։ Ես կարծում եմ, որ Տրամպին կարողացել են դիմալ այդ համայնքից որևէ մեկը։ Ես դա չեմ կարծում։ Հասկանում եք խնդիրն ինչ։ Այո, բայց ես դա չեմ կարծում։ Ես կարծում եմ, որ պարտադիր չի դա Նիգերիայի պետությունն է այդ հարցը բարձրացնել, որովհետև կոտորողը հենց Նիգերիայի պետությունն է քրիստոնյաների, բայց այդ հարցը կարող բարձրացնել քրիստոնեական որևէ կազմակերպություն, այդ հարցը կարող բարձրացնել այլ պետություններ, հա։ Ինչու է դեպքում որևէ կազմակերպություն կարող էր Նիգերիայի պարագայում այդ հարցը բարձրացնել, Արցախի պարագայում ոչ։ Այդ հարցը ում եք տալիս։ Մեզ տվեք այդ հարցը։ Մեզ տվեք, չէ մեզ հայերից տվեք, հայկական կազմակերպություններին տվեք այդ հարցը։ Ինչի՞ չեն կարողացել ընենց բարձրացնել կամ այնտեղ բարձրացնել, որ այդ հարցը լուծել։ Պարզ ես բացատրեցի, որովհետև շահառուների խնդիր կա, կրծեր գործընկերության խնդիր կա, որովհետև դեռևս հիմա ստիպում եք ես հետ գնամ հասնեմ դեռևս 1991 թվականին, երբ որ Հայաստանի Հանրապետության ձևավորման հանրաքվեներ իրականացվում, Հայաստանի մաս կազմող Արցախում 1990 թվականի հռչակագրին համապատասխան այդ հանրաքվեն չի իրականացրեցին։ Ինչի՞։ Որտեղ Արցախը Հայաստան չի։ Այդ սկզբունքն էր առաջ մղվում։ Արցախը Հայաստան չի, ի՞նչ է։ Այդ սկզբունքն էր առաջ մղվում։ Եվ ամենասկզբից այս Հայաստանի Հանրապետության ձևավորման ամենաառաջի օրերից նորից կրկնվեմ ստիպված 1989 թվականին Տեր-Պետրոսյան Լևոնը ՀՀՇ-ի հիմնադիր համագումարում ասեց, որ Արցախը դա հայկական հարցի մաս է, իհարկե, Լեռնային Ղարաբաղը, բայց մենք դա հանելու ենք հայկական հարցից, դնենք ինքնորոշման տիրույթ։ Դեռևս 89 թվականին։ Ինչի՞։ Որովհետև նպատակը ծրագիրը դա էր, եւ երբ որ աշխարհով մենք դիմում ենք եւ դժգոհում ենք եւ դժգոհությունը հաճախ հիմնավորված է մեծամեծներից, թե ինչի sense չարեցիք, ինչի նենց չարեցիք, մի հատ պատտվենք դեպի մեզ, իսկ մենք ինչի sense չարեցինք, կամ sense արեցինք, հաճախ արեցինք այն ինչ որ պետք է չանենք եւ չարեցինք այն ինչ որ պետք է անենք։ Ախր այդ մենքի հետ էլ ես համաձայն չեմ։ Խնդիրը հետեւյալն է, խնդիրը գտնում է մի խումբ մարդկանց իրավասության Հայաստանում ի նկատմամբ։ Այո։ Եվ միջև վերջերս, նույնիսկ միջև պատերազմը շատ-շատերը չէին պատկերացնում, թե իրականում ինչ է կատարվել այդ գործընթացում, որովհետև այդ գործընթացը գաղտնի է պահում։ Ինչպես գաղտնի է պահում հիմա գործընթացները։
Տեսեք, եթե դուք այն ինչ որ մեր հետ կատարվում է, կատարվում է, այս վերջին 35 տարվա ընթացքում դրա ոչ միայն պատասխանատվությունն է, այլ դրա զորությունը դնում եք ընդամենը մի խումբ մարդկանց վրա եւ կարծում եք, որ հայությունը ընդհանուր առմամբ եւ հայության այն բանը ազգայնական եւ ազգային շերտը մասնավորապես գոյություն չունի որպես ուժ գոյություն չունի ուրեմն մեր հետ կապված այն ինչ որ կատարում է Իսկ ինչ շատ արդար է ներողություն այդ ամբողջ տարիների ընթացքում երբ որ Լևոն Տեր-Պետրոսյանը ասենք այդպիսի որոշում էր կայացնում եւ այդ որոշումները հետո իրար հետևից այսպես հյուսվելով եկել են հասել ճիշտ եք ասում այդ ուժերը զբաղված էին այդ ուժերը եւ դժբախտաբար այդ ուժերը քչականակ են եւ վերարտադրությունը շատ դժվար է իրականացվում, մասնավորապես նրանց նաև միաբանումը, բայց այդ ուժերը այն ժամանակ իմ կարծիքով կատարեցին, ընդունեցին որոշում։ Որոշումը հետևյալն էր, պետք է գնալ եւ Արցախը պաշտպանել եւ Արցախը դարձնել Հայաստան։ Եվ այդ ուժերի կարկառուն ներկայացուցիչները, առաջնորդողները գնացին Արցախ, մի մասը տարօրինակ զոհվեց, մի մասը ոչ տարօրինակ, բայց հերոսագործվեցին եւ Արցախը դարձրեցին Հայաստան։ Բայց իմ կարծիքով կատարվեց ռազմավարական լրջագույն սխալ։ Արտաքին թշնամու դեմ պատերազմելիս մեր թիկունքը չափահովագրվեց ներքին թշնամուց։ Ում մասին հիմա մենք խոսում ենք։ Ես կարծում եմ, առաջի խնդիրը, որ այդ ուժերը այն ժամանակ պետք է լուծեին, ներքին թշնամու խնդիրը լուծեին, որովհետև դրանից հետո արտաքին թշնամու հետ կապված խնդիրները շատ ավելի արդյունավետ եւ հեշտ կլուծվեն։ Ցավոք սրտի այսօրվա հաղորդման մեջ մենք չենք հասցնի քննարկել Տրամպի ճանապարհորդության հարցը, դա մենք կանենք հաջորդ շաբաթ, ես հետ միասին, ես ուզում եմ շնորհակալություն հայտնել հետաքրքիր զրույցի եւ տեղ-տեղ բանավեճի համար, իսկ մեր շելի հեռուստադիտողներին էլ մաղթել ամենայն մարիկ եւ մինչեւ նոր հանդիպում, ես կարծում եմ, որ մենք այս մեր քննարկումներով եւ ընդհանրապես Նոյան Տապանի հաղորդումներով փորձում ենք մի փոքր ավելի բացել այն շղարշը, որը ծածկում է ճշմարտությունը եւ ծածկել է տարիների վեր։ Շնորհակալություն բոլորին եւ միշտ հանդիպ